Ընկերներ, ողջույն, սահմանը անցնում ենք քաղաքագետ Հարություն Մկրտչյանի հետ։ Ողջույն, պարոն Մկրտչյան, շնորհակալություն միանալու համար։ Ողջույն Ժիրայր ջան, ես եմ շնորհակալ։ Իմպիչմենթի Փաշինյանին իմպիչմենթի գործընթացի շրջանակում Հովիկ Աղազարյանը եւ Հակոբ Ասլանյանը վարչապետի թեկնածու են առաջադրել Էդմոն Մարուքյանը փորձում է հանդիպումներ ունենալ ազգային ժողովի Հայաստան եւ պատիվ ունեմ խմբակցությունների հետ, որպեսզի, այսպես ասենք, նրանց համաձայնություններ ունենան եւ մեկնարկի այդ գործընթացը։ Այս գործընթացի կենսունակության եւ իհարկե վարչապետի թեկնածուի մասին ձեր դիտարկումները։ Գիտեք, Ժիրայր ջան, մի բան կարող եմ ասել, Աստվածու ինչի պակաս ունի թող տա, էլի, մեկին խելք թող տա, մեկին մի քիչ լրջություն թող տա, մեկին մի քիչ փող թող տա, մեկին մի քիչ հայրենասիրություն թող տա, ով ինչի պակաս ունի, թող Աստված իրանց դա տա։ Ունեք, չգիտեմ, մի քիչ լրջությունը չէր վնասի, էլի, այս մարդկանց։ Ինչ մեկնաբան եմ, Էդմոն Մարուքյանին մեկնաբան եմ, նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետի ջատագովին մեկնաբան եմ, կլասիկ նրա հագուկապը մեկնաբան եմ, իր կլասիկ, ինքն իրեն կլասիկ քաղաքական գործիչ հռչակելը մեկնաբան եմ, Էդմոն Մարուքյանը անմեկնաբանելի քաղաքական գործիչ է, որտեղ մեկնաբանություններն ուղղակի ավելորդ են եւ ես զերծ կմնամ այդ ծանր պատասխանատվությունը ինձ վրա վերցնելուց, դա կթողնեմ Հովիկ Աղազարյանին եւ Մասկ կուսակցությանը եւ իհարկե Լուսավոր Հայաստան կուսակցության այն 1, 2, 3 անդամներին, ովքեր որ դեռ մնացել են Էդմոն Մարուքյանի հետ այդ կուսակցությունում։ Ժիրայր, նախ պետք է հասկանանք, նախ պետք է արձանագրենք, որ սա կյանք չունեցող նախաձեռնություն է։ Այսինքն դուք լուրջ հավատում եք, որ քաղաքացիական պայմանագրի падգամավորները շուռ են գալու եւ Էդմոն Մարուքյանին Հովիկ Աղազարյանի առաջադրմամբ ընտրելու են վարչապետ։ Էդմոն Մարուքյան, Հովիկ Աղազարյան միքսն է նախապատրաստվում 2026 թվականի ընտրություններից առաջ, դաշինքն է այսպես խմորվում, Էդմոն Մարուքյանին էլ հարթակ է պետք, որտեղ պետք է մի ժամ խոսա ու իրան լսեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ստիպված։ Ինչի եմ ես սա ասում, որովհետև Էդմոն Մարուքյանի հարցազրույցները, երբ որ բացում նայում ենք, ինքնայիտ տնեցիներն են, այդպես համաքաղաքացիներ, համագյուղացիներ, մի քանի հոգի մարդ է իրան լսում, առհասարակ իրան լուրջ է վերաբերվում։ Սա 2026 թվականից առաջ ինչ որ նախընտրական դաշինքի խմորում է ավելի շատ։ Թե չէ կդառնա Էդմոն Մարուքյանը կարա մի քանի ժամով վարչապետի թեկնածու լինի։ Okay, հասկացանք։ Հովիկ Աղազարյանի ձեռքով ինքը կդառնա վարչապետի թեկնածու։ Հա, մի բան էլ էստեղ կբացահայտվի։ Ինքը սկսել ակտիվ շփումների մեջ մտնել Քոչարյան խմբակցության հետ, Ռոբերտ, ակտիվ շփումների մեջ է մտել Սերժ Սարգսյան խմբակցության հետ, ես նրանց էլ ոչ Հայաստան եմ ասում, ոչ էլ առավել եւս պատիվ ունեմ, թե բա պատիվ ունեմ։ Չէ, ինքը ապացուցում է, որ նախկինների հետ լավ էլ համագործակցած, նախկինների հետ լավ էլ աշխատած, նախկիններից լավ էլ սնված քաղաքական գործիչ է եւ ելի եմ ասում, մեկնաբանություններն ավելորդ է։ Մեծ շռայլություն կլինի դա մեր կողմից Էդմոն Մարուքյանին քննարկելը։ Իսկ խորհրդանական այդ երկու խմբակցությունները չեն սատարի նրա թեկնածությունը որպես վարչապետ։ Ես անկեղծ ասած խորհրդարանական երկու խմբակցությունները եկեք արձանագրենք, որ իրանց շեֆերին անգամ չեն ուզում առաջադրեն որպես թեկնածու։ Լավ իմանալով, որ սատարեն, չսատարեն, մեկ այդ մարդը չի դառնալու վարչապետ։ Քրտվիլակել բերեք կանգնեցնեք ազգային ժողովի ամբիոնի վրա, ասեք սա մեր վարչապետի թեկնածուն այս քրտվիլակը, նրանք կսատարեն այս փուլում, որովհետև իրենք էլ գիտեն, որ այդ գործընթացը անպատուղ գործընթաց է եւ կյանքի իրավունք ուղղակի չի կարող ունենալ։ Ուղղակի չի կարող, որովհետև քաղաքացիական պայմանագրի падգամավորներից դուրս չեն գալու այդ խմբակցությունից, չեն քվեարկելու այդ խրտվիլակ վարչապետի թեկնածուի օգտին, օրինակ տեսականորեն, հա, խրտվիլակ վարչապետի թեկնածուին։ Ինչ այլ է, կսատարեն էլի։ Բայց որ որ իրենք չեն ուզում իրենց քաղաքական պապաներին առաջադրել,
Դա փաստ է, ոչ Ռոբերտ Քոչարյանն է ուզում առաջադրվի։ Ես օրինակ շատ կուզեի Ռոբերտ Քոչարյանը առաջադրվեր։ Ես էլ առաջարկում եմ, իրականում սա շատ լուրջ եմ առաջարկում, հստակ քաղաքական հայտարարություն անելով, քաղաքացիական պայմանագրից որևէ падգամավոր կապ չունի ով կլինի, պահելով մանդատը քաղաքացիական պայմանագրում, կիսելով քաղաքականությունը քաղաքացիական պայմանագրի, ուղղակի զուտ տեսականորեն առաջադրի Ռոբերտ Քոչարյանի տեխնացությունը։ Եվ Ռոբերտ Քոչարյանը գա խորհրդարան, կանգնի այդ խորհրդարանում, փորձի իր ջարդված հայրենով մի 10-15 նախադասություն կազմել։ Կռակելու ենք, կռելու ենք, հաղթանակած սերունդ եւ այսպես շարունակ։ Թող գա։ Ես օրինակ այս առաջարկը ամենայն լրջությամբ եմ անում, խոստանում եմ այդ падգամավորին քննադատության թիրախ չդարձնել, ով որ կառաջադրի Ռոբերտ Քոչարյանին։ Սա խեղկատակություն է, ժիրեր իրականում։ Ինչա նշանակում իմպիչմենտի գործընթաց սկսել Էդգար Ղազարյանով։ Շարունակությունն ու կուլմինացիան լինի Էդմոն Մարուքյանը։ Հրաշալի համադրություն է ուղղակի։ Հրաշալի համադրություն է։ Դե ինչ, մեր հայրենակիցներին բարձր տրամադրություն խինդ եւ ծիծաղ են ապահովում, չի եղել։ Բայց եթե ի սկզբանե նախաձեռնությունը մեռելածին է, ինչու են նախաձեռնում։ Նորից եմ կրկնում, բայց Էդմոն Մարուքյանը ուր գնա կանգնի, խոսի, որ իրեն մի քանի տասնյակ հազար մարդ նայի, ստիպված։ Իսկ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ուզած ազգային ժողովի նիստերը որքան էլ դրանք տհաճ են, առանձին դեպքերում ցենզուրայից դուրս են։ Ստիպված նայում է, չէ՞։ Դե հիմա պատկերացրեք վարչապետի տեխնացու Էդմոն Մարուքյանն է գալի կանգնում խոսում։ Անկախ նրանից ինքը ինչա խոսում է, չի խոսում։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ստիպված իրան նայում են։ Անա էլի մարքեթինգային քայլ է, ինչ որ Էդմոն Մարուքյանի մահացած ռեյտինգը վերակենդանացնելու ինչ որ։ Եթե դա առհասարակ եղել է։ Ինքն էլ բռնե դեմքի լուրջ արտահայտությամբ զանգում է Մամիջանյանին, զանգում է Օհանյանին, են մեկը վերցնում է, մեկը անջատում է, դե լավ էլի ախր հասկանում եմ, որ ամեն դեպքում ժպտացեք, անցեք առաջ, նորմալ է։ Եվ ապագայում սպասեք Էդմոն Մարուքյան, Հովիկ Աղազարյան դուետի կամ գուցե մեկն էլ երկուսն էլ միանան իրենց ընտրություններին 2026 թվականի ընտրություններին, որ կմասնակցի այդ դուետը կամ եռյակը կամ քառյակը, չգիտեմ դրանք դեռ ինչքան կընդլայնվեն, ելում կքաշեն իրենց շարքերը։ Սա 2026 թվականի ընտրություններից առաջ ինչ որ ժողովրդական լեզվով ասեմ, կապիկությունն է։ Կարճ ու կոնկրետ, կապիկությունը։ Սերյան Օհանյանին հիշեցիք, ճեպազրույց ազգային ժողովում բուրըն այդ քննարկումներից հետո հաջորդ օրը ճեպազրույց էին տալիս եւ եկավ ու խրոխտ հայտարարեց, որ Ռոբերտ Քոչարյանը չունի ոչ մի ապօրինի գույք եւ ոչ մի ապօրինի միջոց։ Սերյան Օհանյանն էլ ոնց որ ձեռներից կնում է, էլի փաստորեն, վերներս խաբար չկա։ Էդ էլ նմանվում է, գիտեք ինչի են, Ռոբերտ Քոչարյանի փոքրիկ որդի ունի մի հատ Լևոն անունը, ազգային ժողովի падգամավոր է իդեպ։ Էդ էլ նմանվում է Լևոն Քոչարյանի ազգային ժողովի ամբիոնից հայտնի ելույթին։ Ասում եք 4 միլիարդ է։ Արեք ճակատները պաչենք, էլի 4 միլիարդ չի, ասենք օրինակի համար 100 միլիոն դոլար է։ Ապուծա ժառանգություն ստացե, տատնակատակ է։ Լեռնային Ղարաբաղում գանձեր ենք, թե Ստեփանակերտից Երևան բերևերներս խաբար չկա։ Դե լավ էլի, Ռոբերտ Քոչարյանի քաղաքական հետույքը պահելը այդքան էլ հեշտ բան չի, բայց դա չի կարելի դրա համար այդ ծանր աշխատանքը ուսերին վերցնել ու դրա համար խեղկատակի վերածվել ուղղակի։ Ռոբերտ Քոչարյանի գույքը օրինական է։ Սերյան Օհանյանի մի հատ հարց էլի, աշխատավարձով է այդ գույքը ձեռք բերե, տղեն վունդեր կինգ դա էլևերներս խաբար չի եղե, անա, ինչ ա եղել, ասենք, իրապես բիզնեսմեններ կան Հայաստանի Հանրապետությունում, որ 22 տարեկանում տղեն դոլարային միլիոնատեր ա եղես, ու մեկ հիմարի տեղ դրել, էլի առհասարակ, համբերություն ունի բաժակ, ու այդ բաժակը այնպես թող չանեն, որ լծվի։ Այս տանում Ռուսաստանի դեսպանն է նամակ գրել Սուրեն Պապիկյանին, զերծ իհարկե դիվանագիտական բառապաշարից,
այնտեղ սրբապղծությունից խոսել Արտյոմ Հովհաննիսյանի, հա, Հանրային հեռուստաընկերության ընկերում արած դիտարկումների մասով երկրորդ աշխարհամարտի ինչ որ հազար ու մի բան էլի վստահ եմ բոլորը ծանոթ են այդ տեքստին նախ ինչ է ուզում սրանով այս Ռուսաստանի դեսպանը այսինքն միջամտություն Հայաստանի ներքին գործերին այլախոհության եւ այլ տեսակետի դեմ քաղաքական պայքար եւ հետո ես մտածում եմ որ սա ուղղված է նաեւ հենց հայաստանյան իշխանությանը եւ հասարակությանը ուղիղ արձանագրելով որ միջամտեք եւ կառավարելի դարձրեք եւ միակ բացառիկ ճշմարտություն ընդունեք հենց ռուսական նարատիվները պատմության հազար ու մի ուրիշ երևույթի այս դեպքում օրինակ երկրորդ աշխարհամարտի մասին որը ներկայիս Ռուսաստանի քաղաքական պատմական այսպես ասենք կարևոր ինքնության առանցքներից մեկն է, հա, եւ որին հղում անելով նաեւ շատ հաճախ Ռուսաստանը արդարացնում է իր ֆաշիստական գործողությունները Ուկրաինայում։ Կոպերկին իրականում ընկելա ջղաձգումների մեջ պետք է Հայաստանի Հանրապետության բարձրագույն իշխանությունը, թե պաշտպանության նախարարությունը, որին ուղղված է պաշտպանության նախարարը, որին ուղղված է նամակը, թե առհասարակ ղեկավարությունը Հայաստանի Հանրապետությունում հորդորի Կոպերկինին պաղջուր նստել ու հանգստանալ։ Սա իրանց համար Սիկտիվկարը չի, սա իրենց համար Վորոնեժսկի օբլաստը չի, սա անկախ Հայաստանի Հանրապետությունն է, որտեղ գերակա է խոսքի ազատությունը, որտեղ գերակա է օրենքը, օրինականությունը, Կոպերկինը առհասարակ ով է որ քիթը խոթի մեր ներքին գործերին, նայ հանրային հեռուստաընկերության եթերները գրաքննության ենթարկի, դες նստի վերլուծի թարգմանն իր համարին կտենց իրանից դուրս հետևություններ անի այդ հետևություններով դիմի ՊՆ-ին, պաշտպանության նախարարին։ Կոպերկինը մի քիչ շատ է իր ուսերին վերցրել։ Սա պետք է որ իշխանությունները ասեն։ Մենք ասում ենք հանրային քննարկումների տիրույթում նետում ենք այդ թեզը, որ Ռուսաստանի Դաշնությունը հիբրիդային գրոհներ է սկսել Հայաստանի Հանրապետության դեմ։ Դա կա, դա իրականություն է։ Այս խորհրդարանի այս լեկտի պահվածքը, այս թերմանցքների Ռուսաստանի Դաշնության փողոցներում հայտնվելը, ակտիվանալը, ռուբլիներ ա գալի կոնկրետ։ Այս մարդիկ այստեղ ակտիվանում են, այս Կիրիենկոն Հայաստանի Հանրապետության ներսում ուզում է ստեղծի անիշխանության մթնոլորտ, չկա իշխանություն, չկա օրենք, առհասարակ բան է էլի, ճարտոյի դուքյանն է սա երկիր չի։ Այդ ֆոնն են ուզում ստեղծեն, այդ տպավորությունն են ուզում ստեղծեն, որ 2026 թվականին կարողանան հաջողություններ գրանցել։ Սրա դեմը պետք է առնել։ Այս բերանները պետք է փակել։ Առաջինը Կոպերկինի բերանը պետք է փակել, ասել գնա քո քաղաքական հայրիկ Վլադիմիր Պուտինի հայտարարությունները վերլուծի։ Այ ֆաշիստներ բարի ուղիղ իմաստով էլի, ասենք ֆաշիստական պատերազմ է մղում Ռուսաստանի Դաշնությունը այսօր Ուկրաինայի դեմ։ Ու խոսում են ինչ որ ֆաշիզմի դեմ հաղթանակից։ Այդ մենք չենք խոսում, այդ մենք չենք իրականությունը այդքան շատ իրան ծերեսներին ճատասնում, դեսպանի դեմքին շապարտում ով են իրենք են այստեղ մեզ մի հատ էլ դասեր տալիս, այդ ով ասեց, որ այդպես պիտի լինի, էլի։ Ես կարծում եմ պատասխանը անհամարժեք խիստ եւ կոպիտ կլինի պաշտպանության նախարարի կողմից եւ առհասարակ Հայաստանի Հանրային հեռուստաընկերության ներքին գործը Հայաստանի Հանրային հեռուստաընկերության ներքին գործն է։ Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը հայ ժողովրդի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների խնդիրն է միայն։ Կոպերկինը թող գնա ORT-նայի մեկ էլ Սալավիովին լսի։ Բայց կարծում եք արձագանք պետք է։ Արձագանք իհարկե պետք է, բերանը պիտի փակվի, իհարկե շատ կոպիտ արձագանք է պետք։ Ներողություն, Կոպերկինը եթե իրան թույլ է տալի գրաքննության ենթարկի, դիմի, հորդորի, կոչ անի, չգիտեմ ինչ անի, բայց մարդուն իր տեղը ցույց չտանք, որ հանգիստ վերընկնի իր տեղը, իր հիմնարկում։ Ու զբաղվի բացառապես դեսպանի աշխատանքներով, էլի։ Դեսպանի ինչ գործն է Հայաստանի Հանրային հեռուստաընկերության եթերը գրաքննության ենթարկի։ Առավել եւս օրինակ հյուրերի խոսքը բանանի, խեղաթյուրի,
ձևախեղի, խոսի ֆաշիզմի թեման բանն է, չէ՞ ֆաշիզմի դեմ հաղթանակն է։ Ներողություն էլի։ Ասենք դուք գնացեք ձեր ֆաշիստական գործողությունների պատասխանը տվեք Բուչայում։ Դուք գնացեք ձեր ֆաշիստական գործողությունների պատասխանը տվեք ողջ Ուկրաինայի տարածքում, որտեղ խաղաղ բնակչությանն եք ռամբահարում, ներխուժել եք սուվերեն պետության տարածք, ասենք լուրջ այսքան թույլ ենք տվել մենք Կոպիրկինին։ Ես հաջորդ իսկ հնարավորության պարագայում հանրային հեռուստաընկերության եթերից Կոպիրկինին անպայման կանդրադառնամ, որովհետև ոնց հասկանում եմ, հանրային հեռուստաընկերություն Կոպիրկինը շուշուտ է նայում։ Ես այդ պատասխանը կտամ, շատ կոշտ կտամ։ Սրբապղծությունից է խոսում մեկը կամ Ռուսաստանը, որը քայքայեց, քրքրեց նույն Արցախը, 100,000-ավոր մարդկանց գցեց փողոց, դարձրեց Իրար մենք ենք մեղավոր։ Մեր իշխանություններն են մեղավոր, որ այս Կոպիրկինա նմաններին թույլ են տալիս դեռ արտահայտվելու։ Ով է նա, որ ընդհանրապես խոսի իրեն չվերաբերվող հարցերից։ Դա իր խնդրը չի։ Ընդհանրապես իր խնդրը չի։ Գլուխը պատին է տվել Կոպիրկինը։ Հայաստանի Հանրապետության ներքին գործերին, որ օտարերկրյա քաղաքացին, իսկ Կոպիրկինը օտարերկրյա քաղաքացի է մեր երկրում, Ռուսաստանի դեսպանը տվյալ դեպքում, այդ հիմնարկ ունի, այդ հիմնարկում նստում է, այդ աշխատանքները տանում է, ու լիքը հաճախորդել ունի, ասեմ ձեզ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ։ Չգիտեմ, վերածվել է, նորից եմ կրկնում, եթե Ռուսաստանի Դաշնության դեսպանատունը Ճրտոյի Դուքյանն է, ունի բազմաթիվ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հաճախորդներ, Հայաստանի Հանրապետությունը բնավ Ճրտոյի Դուքյան չի ու չի դառնալու։ Դե պարոն Մկրտչյան, ռուսական կողմը դրանով ընդգծում է իր գերիշխանությունը, փորձում է մեծացնել իր ազդեցությունը, փորձում է նաև գուցե ցույց տալ, որ այստեղ մենք ենք տեր ու տիրականը, հակառակը ինչպես անել։ Դե փորձում է, շատ լավ նշեցիք, փորձում է։ Իմիտացիա է ստեղծում գոնե թե, որ ինքը այստեղ գերակա է, ինքը այստեղ որոշող է, ինքը այստեղ կարողանալու է ներքին գործերին խառնվել։ Ես հանրային պահանջ պետք է ձևավորվի օրվա իշխանություններից Կոպիրկինին իր տեղը նստեցնելու մասով։ Առհասարակ Կոպիրկինը իրավունք չունի հանրային հեռուստաընկերության եւ մեր ներքին գործերին խառնվի, ինքը ով է։ Դե բա քանի իշխանությունը թույլ է տալի, Կոպիրկինները պիտի խոսեն, բա ինչ պիտի անեն։ Քանի իշխանությունը կոպիտ եւ կոշտ պատասխան չի տալիս Կոպիրկինին, բա պիտի խոսի, բա ինչ պիտի անի, որտեղ թույլ են տալիս։ Ուր էր Կոպիրկինը, երբ որ դուք շատ ճիշտ նշեցիք, Լեռնային Ղարաբաղներ սովամահարվում, բնակչություններ տեղահանվում, ուր էին։ Հիմա եկել են այստեղ ֆաշիզմից ու չգիտեմ ֆաշիզմի դեմ հաղթանակից եւ Արծրուն Հովանեսյանի խոսքն են խեղաթյուրում, Արծրուն Հովանեսյանի խոսքն են գրաքննության ենթարկում։ Հայաստանը ազատ խոսք, ազատ մամուլ ունեցող երկիր է։ Արծրուն Հովանեսյանն էլ ազատ տղա է, ինչ կուզի անել կխոսի։ Ասեմ ուր էր Կոպիրկինը այդ օրերին։ Իրենց կանտորայի համակարգմամբ ինչ որ քաղաքական ուժեր Հայաստանում եւ ինչ որ խմբակներ բողոքի ցույցեր էին անում Ֆրանսիայի դեսպանատանը։ Կառավարության շենքներին ջարդուփ շուրանում, պահանջում էին հրաժարականներ հենց տեղահանության օրերին եւ մեկը չէր ասում։ Կոպիրկինն էլ, եթե չեմ սխալվում, թռած էր այդ օրերին, չէ՞։ Դու էլ ես, եթե չեմ սխալվում, լուսաբանել այդ ակցիաները դեսպանատան առաջ։ Կոպիրկինը կամ դեսպանատանը փակված էր, կամ էլ նորքի իր առանձնատանն էր մեկուսացած, ինքնամեկուսացած, թռած վիճակ էր մոտը։ Դե խոսում ենք բաներ, որ մենք վաղուց գիտենք, վաղուց արձանագրել ենք։ Գիտենք, որ Հայաստանի Հանրապետության ուղղությամբ այդ հիբրիդային գրողներն ավելի են ուժ գնանալու։ Գիտենք, որ այդ կեղծ բլոգերներն ու բլոգերիկները այդ պատվալից են սնվում եւ վճարվում։ Գիտենք, որ Հայաստանի Հանրապետության ներսում մոտենալով 26 թվականին ել ավելի է սրվելու ներքաղաքական իրավիճակը հենց Կոպիրկինանմանների ձեռքով։ Պիտի հակազդենք։ Իշխանությունը կհակազդի, չի հակազդի։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները այդ հակազդեցության ձևը կգտնեն վստահաբար։ Վստահաբար կգտնեն, այնքան միջոց կա, այնքան ձև կա։
հակազդելու, զսպելու, իր տեղը ցույց տալու լիքը ձև կա։ Ես հուսով եմ, որ ինստիտուտները պիտի դրանով զբաղվեն։ Ինստիտուտները կզբաղվեն դրանով։ Բանը քաղաքացիներին չի հասնում։ Շնորհակալ եմ, պարոն Մկրտչյան։ Ես եմ շնորհակալ։ Ընկերներ, զրուցում էի քաղաքագետ Հարություն Մկրտչյանի